Այս պահին դուք Վաղարշապատ համայնքում եք ընտրատեղամաս 14/30-ում, կասեք ընտրախախտումներ եղել են այս պահի մինչև այս պահը թե ոչ, և եթե եղել են, ինչ ընտրախախտումներ են եղել։ Որպես հայաքվե դիտորդական առաքելության ուրեմն դիտորդ շրջում ենք 5 տեղամասերում, կոնկրետ այս տեղամասում 14/30-ում իրավիճակը ըստ մեր վստահված դիտորդների կարծես թե բավարար հանգիստ է եւ ընդգծված ինչ-որ դեպքեր չեն աչքի ընկել, սակայն 14/28 եւ 14/29 տեղում միևնույն անձը պարբերաբար հայտնվել է, առնվազն գոնե 2 դեպք ֆիքսվել է, որ հայտնվել է տարեց մարդկանց հետ միասին, նրանց փորձելով ուղղորդել դեպի քվեախցիկ քվեարկության։ Մի դեպքը 14/28 ընտրատեղամասում նորից հայաքվեի դիտորդների կողմից կանխվել է, փորձել են նորից էլի ուղղորդել անձին դեպի քվեախցիկ։ Սկզբում անձը պատճառաբանել է, թե իբրև հորեղբոր տղա է, սակայն հետո տարեց մարդու կողմից շեշտվել է, որ կարծես թե հարևան է, նայել մեկնաբանել է, թե ինչ կապ ունի, ով է, իբր չի կարող, որի իրավունքը փաստացի նա չունի, այսինքն նույնիսկ հարազատ ծնողը լիներ, եթե հատուկ թույլտվություն չունի եւ անձն էլ ընդգծված կարիքներ չունի, այսինքն առանձնակի ուշադրության, ուղղորդման կամ աջակցության, նախապես պետք է գրանցվի, բայց այդ անձը չի գրանցվել։ Ուրեմն նաև այլ դիտորդական առաքելությունից ներողություն վստահված անձ եւս նույն անձին ֆիքսել է առավոտից պարբերաբար խմբերով հայտնվելով, ինչ որ առանձնակի դուխով հայտարարություններ անելով, էլի ինչ փորձելով ուղղորդել տարբեր անձանց, հիմա այս ոստիկաններին են դիմել, որպեսզի անձին հեռացնեն տարածքից, ոստիկանները ցուցաբերել են բացարձակ անգործություն եւ անհաղորդ են մնացել վստահված անձի կողմից ուղղվող հորդորներին։ Առայժմ պտտվում ենք, կարծում եմ այսպիսի դեպքերը շարունակական բնույթ կարող են կրել ըստ ընդունված ավանդույթի ցավոք սրտի, բայց մենք դրա համար ենք տարածքում տեղում, որպեսզի ֆիքսենք, արձանագրենք եւ հետամուտ լինենք, որպեսզի նման դեպքերի առնչությամբ վարույթներ հարուցվեն։ Այստեղ դիմացի մայթում փակցված է Արգիշտի Մեխակյանի պաստառը, դա ընտրախախտում է թե ոչ։ Կարծում եմ, ես հիմա այսպես տեսակ, այսինքն աչքաչափով որ նայում եմ, ըստ երևույթին գուցե մի փոքր խախտում կա, բայց եթե ոչ սա, ապա այլ տեղերում ակնհայտ խախտումներ կան, ընդ որում 20 մետր հեռավորության վրա ընտրատեղամասից գտնվում է ՔՊ կուսակցության գրասենյակը։ Սա շատ ուղիղ ազդեցություն է եւ այո խախտում է, որը նաեւ նախընտրական շրջանում արդեն իսկ պիտի վերացված լիներ, փաստացի վերացված չէ։ Եվ եթե չեմ սխալվում, այդպիսի 2 գրասենյակներ կան, մեկը մենք քիչ առաջ Էջմիածին քաղաքում հենց քաղաքի անմիջապես մեջ նկատեցինք, շատ փոքր հեռավորության վրա, մյուսն էլ ցանցով արդեն տարածվել էր, որ ընտրատեղամասներ։ Ես կարծում եմ այս ուրեմն այսօրվա ամբողջ օրվա ընթացքում հայաքվեն նախադեպ դիտորդական ներկայությամբ փորձելու է ամեն հնարավոր բան անել, որպեսզի այս բացասական եւ վատ ավանդույթ դարձած փորձառությունը կանխվի հնարավորինս, արդեն իսկ ժամը քանիսն է այս պայդրությամբ, ժամը 11:10 է, բայց ցանցը ողողված է նմանօրինակ տեսանյութերով եւ խախտումների եւ միջամտությունների։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ ոստիկանները անգործնեության են մատնված, բայց այսօր առավոտից ժամը 7:00-ից ոստիկանական մեքենաներ են ամբողջ քաղաքով շրջվում եւ որտեղ որ նայում ես ոստիկաններ են կանգնած, իսկ նրանց ներկայությունը այդ դեպքում Եթե հաշվի առնենք, թե այսօրվա ոստիկանական համակարգը ինչին ևում է ծառայում, կարծում եմ, այո, դա կարելի է ընկալել որպես ուղիղ ազդեցություն քաղաքացիների վրա, ինչ որտեղ նաև կարող է վախի ընկալում եւ վախի տպավորություն ստեղծել, բայց այս առումով ես չգիտեմ, արդյոք մենք կարող ենք առարկություններ հայտնել, որովհետեւ կարող են նույն հաջողության պատճառաբանել, թե նրանք հասարակական կարգն են պահում, փորձում են կանխել հնարավոր
կարևոր դեպքերը, որոնք կարող են ընտրատեղամասերում առաջանալ։ Փաստացի մի դեպքը, որը 14/28 տեղամասում է եղել, վստահված անձը մոտեցել է, դիմել է ոստիկաններին, որպեսզի հեռացնեն այդ ակտիվություն ցուցաբերող անձին եւ նրանք անհաղորդ են մնացել։ Հետեւաբար կարող ենք եզրակացնել, որ ոստիկանությունը ոչ մի ձև չի աջակցում հանրությանը։